Ներկայացրեք, թե կոնկրետ որ բանկի զեղծարարության զոհն եք դուք դարձել, ձեր պատմությունը ներկայացրեք, երբ է սկսվել, ինչ է տեղի ունեցել, ինչքան եք տուժել։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին նախորդ տարվա, ժամը մոտավորապես 16:35-36-ի սահմաններում, ինչ եմ ժամը շեշտում, որովհետև բանկային օրվա ավարտ է լինում և զեղծարարները նաև հետ են հաշվարկած եղել։ Ինչ է տեղի ունեցել։ Վարկ է ձևակերպվել, ռոքետ վարկ 8.5 միլիոնից ավել գումար, որը որ 17 փոխանցումներով փոխանցվել է տարբեր հաշվեհամարների։ ID բանկում է եղել գործարքը և փոխանցումներն էլ հիմնականում եղել են ID բանկի բաժանորդների։ Վարկը ձևակերպվել է իմ անունով, իրանք տիրապետել են իմ իդրամ հավելվածին, որի միջոցով տարբեր փոխանցումներով 500,000 դրամներով փոխանցումներ են կատարել։ Դուք երբ դրա մասին իմացաք, որ ձեր անունով վարկ է ձևավորված եղել, ձեր հաշվեհամարից գումար գանձեց բանկը, ինչ տեղի ունեցավ։ Դուք որևէ կերպ առնչություն ունեցել եք այդ գործարքին։ Այդ գործարքի հետ ես որևէ առնչություն չեմ ունեցել և դեպքից մոտավորապես 1.5 ամիս առաջ ինձ վարկ էր անհրաժեշտ, մեքենա պիտի գնեի և դիմել էի կոնկրետ ID բանկին, որպեսզի ինձ վարկ տրամադրեն, սակայն գնահատեցին վարկունակությունս 1.5 միլիոն էլ չկար, 1.400,000-ի կարգի, բայց 2 ամիս անց առանց իմ աշխատավարձի չափի փոփոխության, առանց վարկային պատմության լավացման տրամադրվել է 8.560,000 դրամ առանց իմ ներկայության, իսկ այն ժամանակ ես իմ անձնագրով ֆիզիկական ներկայությամբ դիմել էի բանկ։ Իսկ դուք ո՞նց իմացաք, որ ձեր անունով վարկ է ձևավորվել։ Էլեկտրոնային հաղորդագրություն ստացա բանկից, որ իմ անունով 8.560,000 դրամ վարկ է ձևակերպվել։ Երբ ստացաք։ 16:36 ձևակերպվել է, հաղորդագրությունը ես ստացել եմ արդեն 16:36։ Շատ արագ ժամկետում այսինքն։ Փորձ եմ կատարել իդրամ հավելվածով, տեսնեմ թե ինչ է եղել, ոնց է ձևակերպվել և ինչ վարկ է։ Մտնում եմ իդրամ, այդ ժամանակ արդեն հաշվի սարկա գումար է, եղել է 5.970,000 դրամ։ Փորձում եմ կապ հաստատել բանկի աշխատակցի հետ, հասկանալու համար նախ ինչ վարկ էր ձևակերպվել և եթե իրոք ձևակերպվել է այդքան վարկ, ինչի է մնացորդը այսքան։ Բանկի աշխատակցին ներկայացնում եմ, մինչև վարկը ձևակերպելիս բացարձակ նույնականացում չի եղել, բայց երբ որ հարցում եմ տալիս իրենց օպերատորին, արդեն սկսում է նույնականացում, անձնագրի տվյալներ և այլն, և այլն, և այլն, ժամանակ է ձգվում։ Այդ ամեն ինչը հեռախոսային կապով եք կատարում իրեն։ Կատարել եմ իրենց տրամադրած օֆիցիալ ID բանկի հեռախոսահամարի։ Եվ վերջ, որ հասկանում է ինչ է եղել աշխատակիցը, ասում է գիտեք ինչ կա, հարգելի հաճախորդ, պետք է զանգեք իդրամ, բլոկավորմամբ մենք չենք զբաղվում, զանգում եմ իդրամ։ Իդրամը մոտավորապես 2 րոպեից ավել զանգը գնում է, պատասխանող չկա։ Ու այդ ընթացքում էլի 500,000 դրամներով փոխանցումները կատարվում են։ Զանգում եմ նորից հետ բանկ, այս անգամ մեկ այլ օպերատոր է վերցնում, քիչ առաջ օպերատորի նույնականացումը չեղարկված է արդեն, նորից սկսում է նույնականացնել ինձ ու ժամանակ է ձգվում։ Այսինքն այդ ընթացքում պարբերաբար ձեր հաշվից գումարը պակասում է։ Առանց իմ թույլտվության իմ հաշվից պակասում է և պահանջում եմ, որ բլոկավորեք վերջի վերջո, մարդ եմ, տուժվում եմ։ Այտենց մինչև բլոկավորեց երկրորդ օպերատորը, ձևակերպված վարկից իմ բանկային հաշվին մնացել էր 2 միլիոն և փոխանցումը, որ կատարվել էր իդրամին, 500,000 դրամ էլ այնտեղ։ Հաջորդ օրը գրավոր դիմումով դիմել եմ բանկ, նույն օրը դիմել եմ ոստիկանություն, բանկ դիմելու ժամանակ մնացորդը բանկի աշխատակցի հորդորով ուղղել եմ մայր գումարի մարմանը։ Իհարկե այստեղ էլ որոշակի խնդիրներ ունեցանք, որովհետև երբ որ աշխատակիցը հորդորեց ուղղել մայր գումարի մարմանը, ես այդ 2.500,000 տրամադրեցի իրենք փորձել էին էլի ինչ-որ խարդախությամբ դիմել, մի մասը ուղղել էին առաջի ամսվա մարմանը, որ ես ընդունել եմ վարկային պայմանագիրը։ Փաստացի պայմանագիր չի ստորագրվել կողմերի միջև։ Պայմանագիրը այնտեղ իրենց կանոնադրության մեջ գրված է, ուժի մեջ է մտնում կողմերի երկու կողմի ստորագրության պահից մեկ բանկային օրվա ընթացքում։ Նախ երկու կողմի ստորագրությունը ինձ էլեկտրոնային նամակով եկած պայմանագրով, երկու կողմի ստորագրությունը բացակայում է։ Երկրորդը իրան ունի հավելված, որտեղ որ գրված է հաճախորդին կարդացեք, լավ մտածեք և նոր ստորագրեք։
Փաստացի ես դա ստանում եմ պայմանագրից հետո, ոչ կարդացել եմ, ոչ մտածել եմ եւ չեմ էլ ստորագրել, ինչպես ես դու տրամադրել այդ 8 միլիոնը։ Հետո ծանոթությունը եկել է ռուսաց լեզվով։ Իհարկե ռուսերենը լավ լեզու է, բան չունենք ասելու, միջազգային լեզու է, բայց մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ հայոց լեզուն պետք է լինի։ Մենք չենք ասում ռուսաց լեզվով մի ծանոթացեք, բայց հայերենով ծանոթացեք, այլ ընտրանքային լեզու ընտրեք ռուսերենը, անգլերենը։ Մյուսը, երբ որ այլ հեռախոս, այլ սարքավորում մուտք է գործում քո իդրամ հաշիվ, IP ադրեսը փոխվում է։ Բանկը դա անմիջապես նկատում է, որ իմ իդրամ հաշվում այլ հեռախոս է աշխատում։ Կարող է զանգել հաճախորդին, հարցնել հարգելի հաճախորդ, դա դուք եք թե դուք չեք։ Լավ, վարկային պայմանագիրը ձևակերպվեց, փոխանցումը եղավ իմ բանկային հաշվեհամարին։ Զեղծարարը, ով որ մուտք էր գործել իմ իդրամ հաշիվ, չուներ իմ Face ID-ին, որ կարողանար փոխանցումներ անել։ Իսկ երբ որ ես իմ իդրամով փորձում եմ փոխանցումներ անել, կամ իմ իդրամ հաշիվ կոդն է պահանջում ինձանից, կամ իմ Face ID։ Face ID-ս չուներ, կոդն է ես չեմ տրամադրել, ինչպես է փոխանցումները արվել։ Դուք հիմա կասկածում եք, որ այդ ամենը տեղի է ունեցել բանկի աշխատակիցների կողմից, թե սլակներն այլ ուղղությամբ եք տանում։ Ես չեմ կարող հստակ ասել, որովհետև դա կլինի մեղադրանք, բայց կասկածները միանշանակ կան նախ այն պահից, որ բանկի աշխատակիցները փորձել են իրար sense բան անելով, փոխանցումներ անելով ժամանակ են ձգել, որպեսզի զեղծարարը կարողանա մաքսիմալի չափով փոխանցումներ անի։ Երկրորդ, էլեկտրոնային հաղորդագրություն ստացած քաղաքացիները այնպես է, որ էլեկտրոնայինին շատերը ուշադրություն չեն էլ դարձնում։ Ես այդ պահին աշխատանքի էի շտապում, իմ էլեկտրոնային նամակը չէի կարդում ու այդ 2 միլիոնն էլ էին տանում։ Կարելի է, չէ, բանկի աշխատակիցը զանգի, ասի հարգելի քաղաքացի, ձեր անունով վարկ է ձևակերպվել։ Նայեք, ես մեկ այլ բանկից էլ եմ օգտվում եւ երբ որ դիմել եմ բանկին վարկ ստանալու համար, ամեն տվյալները լրացնելուց հետո, երբ որ մինչև վարկի հաստատումը բանով որևէ տեսազանգով կապ չունի։ Զանգում է կամ Viber-ով կամ Telegram-ով, ոբշեն։ Ասում է անձնագիրդ պահի դեմքիդ մոտ նույնականացում անել։ Ինչի տվյալ բանկում մանավանդ 18.5 միլիոն դրամ է տալիս էլի, այդ կարող է բանկի համար չնչին գումար է, բայց իմ համար ահռելի գումար է, կարելի է մի հատ նույնականացում անել, հասկանալ։ Վարկը փոխանցվում է տարբեր հաշվեհամարների, նույն հաշվեհամարին էլ չի փոխանցվում, էլի։ Իսկ ում է փոխանցվում, անուն ազգանուններ կան։ Անուն ազգանուններով կտրոնները իմ մոտ կան իդրամից հանված։ Իրավաբանական կազմակերպություններ են, թե ֆիզիկական անձինք են։ Դրանք չեն երևա, դա բանկը կարա իմանա, իմ մոտ երևում է տվյալ անձի անուն ազգանունը եւ իր բանկային հաշվեհամարը։ Փոխանցվել է 17 փոխանցումով 6 միլիոն դրամը, որոնցից մեծ մասը, մեծ կտորը ID բանկի հաճախորդներ են։ Նայեք, գործարքը եղել է բանկային օրվա ավարտին եւ ես պահանջել եմ, որ այն հաշվեհամարներին, որոնց որ փոխանցվել է իմ գումարը, սառեցրեք ձեր բաժանորդն է, սառեցրեք մինչեւ կպարզվի ինչա, եթե կհաստատվի, որ զեղծարարությունն է, գումարները հետ կգանձեք, ձեր քող կվերցնեք։ Այստեղ բանկը ասում է, մենք մինչև հաշվեհամարի տերը չպահանջի կամ դատարանի վճիռ չլինի, մենք չենք կարող սառեցնել։ Այս դեպքում իմ հարցն է գալիս, բայց ես առաջի անգամ քեզ զանգեցի, հաշվեհամարի տերն էի, պահանջեցի, որ իմ հաշիվը սառեցնես, ինչի չսառեցրեցիր։ Արման, դուք դրանց հետո դիմել եք որևէ իրավապահ մարմնի, ձեր դեպքով կոնկրետ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ես նույն օրը դիմել եմ Երևան քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն, արձանագրությունը կազմված է եղել, հաղորդագրությունը վերցվել է ինձանից, հետո փոխանցվել է իմ բնակության հասցեն Մալաթիա Սեբաստիա, Մալաթիա Սեբաստիայից այդտեղ ճանաչվել են որպես տուժող անձ, դրանից հետո գործերը գնացել է քննչական կոմիտե, կիբերհանցագործությունների բաժին եւ Այդ հոդվածով է քրեական վարույթը նախաձեռնված։ Դուք որպես տուժող եք։ Այս պահին արդեն կարգավիճակը փոխվել։ Ինչ կարգավիճակ ունեք։ Ես կարգավիճակ չունեմ, քննչական կոմիտեն կարգավիճակ է տվել բանկին, որ տուժողը բանկն է։ Ձեր դեպքով տուժողը բանկն է հանդիսացել։ Իմ դեմքով տուժողը բանկն է հանդիսացել, որովհետև քննչական կոմիտեն հետազոտությունները իրենց գործունեությունը ծավալելով հասկացել է, որ իմ անձնական տվյալները առանց իմ իմացության օգտագործվել է, բայց հափշտակել են բանկի գումարները։ Ես այդ գումարը չեմ տեսել։ Հիմա դուք տուժող չեք, միակ տուժողը բանկն է, իսկ որևէ մեղադրյալ կոնկրետ ձեր քրեական վարույթով կա։
Չգիտեմ կա թե չկա, որովհետև գործը գաղտնի է եւ իրենք պարտավոր չեն ինձ նմանատիպ ինֆորմացիա տան։ Հիշում եք ամսաթիվը, թե երբ է այդ քրեական վարույթը նախաձեռնվել։ Ամսի 21-ին հենց նույն օրը Դեկտեմբերի։ Հենց նույն օրը։ նույն օրը բանը քրեական վարույթը ձևակերպվել է, իսկ Քննչական կոմիտեում դուք հարցաքնվել եք, բացի ոստիկանությունից քննչական կոմիտեում հարցաքնվել եք։ կոմիտեում երևի մի ամիսը չի լրացել, որ կարգավիճակի փոփոխություն է եղել։ Սկզբից եղել եք դուժող, հետո փոխվել է ձեր կարգավիճակը։ Կոմիտեն բնականաբար ավելի խելացի որոշում է կայացրել, որովհետև ինձ գումարը չեմ ունեցել, ինձանից չեն հափշտակի, ինչով ինձ ճանաչեն դուժող։ Դուժողը բանկն է։ Բայց ձեր վարկերը սառեցված չեն։ Դուք պնդում եք, որ ձեր վարկերը սառեցված չեն։ Պատվիճը ներկայացնեմ, այս ղեկավարությունը ամբողջ հանրությանը տեղեկացրեց, որ սառեցված են եւ բանկերը այսպես, բայց ես փաստացի ձեզ էլ ցույց տամ։ Ամսի 7-ին ստացել եմ հաղորդագրություն, որ ունեմ վարկային պարտավորություններ եւ պետք է կամերայի կողմ, որ մենք արձանագրենք, եթե այդտեղ որևէ անձնական տվյալ չկա։ Անձնական տվյալները անազգանունն է, ես միայն կարամ այս ամսաթիվը բանանեմ, որ Խնդրեմ մեկնաբանեք, հա, ինչ է նշանակում, որ հասկանանք։ Սա ինձ բանկը ծանուցել է, որ ես ունեմ վարկային պարտավորություն եւ չմարելու դեպքում կդիմեն կենտրոնական բանկ, ID բանկն է էլ ուղարկել եւ հարկադիր կատարողական ծառայություն։ Իդեպ քանի տարով է ձևակերպված այդ։ Վարկը ձևակերպվել է 24% տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով, ամսական վճարումները պետք է լինեն 257,000 դրամ։ Եթե իրենք ունենային անվտանգության համապատասխան ձևաչափեր, ինչպես որ հիմա բավականին կայունացրել են, անընդհատ հետևում ենք, այն ինչը այսօր ակցիայի ժամանակ ասվում է եւ իրենք հասկանում են, որ զեղծարարության զոհ դարձած անձը ճիշտ է ասում, հաջորդ օրը շրջվում է։ Արդեն ծանուցումները գալիս են հայերեն, արդեն կա նույնականացման եռափուլ համակարգ, ոչ թե երկփուլ, ու այս տուժած քաղաքացիների մոտ այդ երկփուլն էլ չի օգտագործվել։ Քաղաքացիներ ունենք, որոնք որ ընդամենը մտել են հեռախոսի մեջ, ի վсё։ Դուք հիմա կոնկրետ որ իրավապահ մարմնից պահանջներ ունեք։ Ձեր ասելիքը, ձեր պահանջը ո՞րն է պետական կառույցներից։ Պետական կառույցներից, կոնկրետ գլխավոր դատախազից ակնկալում ենք, որ այն ինչ որ ինքը ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, լոկ խոսքեր չմնան, ի կատարածվեն։ Աննա Վարդապետյանի մասին է խոսքը, խնդրեմ հիշեցրեք ինչ էր ասել, որ Աննա Վարդապետյանը ասել էր, որ ինչ-որ տնային հանձնարարություն կատարեցին, տեսան, որ որոշ բանկերում կան անվտանգության բավարար մակարդակներ եւ որոշ բանկերում չկան այդ անվտանգության համակարգերը։ Մեկը դա, մյուսը, երբ որ ինչպես է պատահում, որ կոնկրետ իմ օրինակը ես դիմում եմ ֆիզիկապես ներկա 1.4 միլիոնա տրամադրվում, բայց on-line տրամադրվել է 8.560,000, մոտ 6 անգամ ավել գումար։ Բավականին շատ բաներ է ասել, որոնք որ կուզենք գործ դառնան, ոչ թե մնան լոկ խոսքի։ Հակակոռուպցիոն ինչ ենք գնում, որովհետև բոլորիս մոտ այսքանից հետո արդեն կարծիք կա, որ այստեղ որոշ կառավարիչ համակարգեր իրար հետ համագործակցում են եւ նպատակ ունեն ժողովրդին թալանելու, այլ բան չեմ կարող ասել։ Որոշ մարդկանց արդեն ձեր ասածի նման բռնագանձում են անում, որոշ մարդկանց կալանք են դնում տների վրա, բայց այսպես կանգնում են բանի առաջ, կամերայի առաջ եւ հայտարարում են իլուր հանրության, որ չեղարկվել են, սառեցվել են եւ այլն, չկա նման բան։ Իսկ քննչական կոմիտեից գոհ եք այդ քրեական վարույթի ընթացքից։ Իհարկե գոհ եմ, որովհետեւ երևի միակ կառույցն է, որ adekvat պատասխան է տվել այս քաղաքացիներին։ Եվ մյուս բանը, բանկերը, կոնկրետ ID բանկը ինձ չի ուղարկել, բայց որոշ քաղաքացիների ուղարկել է ինչ-որ համաձայնագրի օրինակ, որ իբր սառեցվում են վարկերը 5 տարի ժամկետով, որը որ կից է հղումներ ունի վարկային պայմանագրին, այն պայմանագրին, որը որ քաղաքացին չի ստորագրել։ Այսինքն ինքը համաձայնագրի տակ օֆիցիալացնում է չկնքված պայմանագիրը, դա օրենքի խախտում է։
այստեղ ծուղակ է պատրաստվում բազմաթիվ քաղաքացիների հանդեպ։ Կարծում եմ, որ իրենք էլ են շատ լավ հասկանում, որ իրականում սխալը բանկայինն է եւ կփորձեն հասկանալ այս ժողովրդին, կփորձեն ընդառաջ գնալ այս ժողովրդին եւ ժողովուրդն էլ կարծում եմ կընդունեն այն ինչ որ կա։